Մենք վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ չենք մոռանում, որ այսօր կրկեսի միջազգային օրն է։ Այս պահին խոսելով կրկեսից, ես հիշեցի բրիտանական հայտնի ասացվածքը, երբ ասվում է պետությունն առանց կրկեսի նույնն է, ինչ արքան առանց խեղկատակի։ Այո, բոլորիս հուզում է վերջին տարիներին այս հարցը, հիմա մեր շատ սիրելի հյուրի հետ կխոսենք եւ կրկեսից, եւ կրկեսային աշխարհի, տարբեր բացահայտումներ կփորձենք անել եւ վերջապես ստանալ այդ գլխավոր հարցի պատասխանը։ Երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր, կենթանավարժ Նաիրա Պետրոսյանն է, իմ հյուրը, բարի լույս, բարի գալուստ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ լավ, հրաշալի, շնորհավորում եմ նախ ձեզ համար տոն է այսօրը, կարծում եմ կրկեսի միջազգային օրը։ Խնդրում եմ պատմեք, ինչպես եք նշում կամ գոնե նշել այն տարիներին, երբ մեր սիրելի կրկեսը գործում էր։ Շնորհակալ եմ, որ շնորհավորում եք, հրավիրել եք, շատ ուրախ եմ։ Դե ինչպես բոլոր կրկեսի դերասանները, շատ մեծ ուրախությամբ դա մեր որպես ծննդյան օր որպես նշում ենք, երբ դեռ կար կրկեսը, շաբաթօր են գնում, ամեն ապրիլի 3-րդ շաբաթը, ուզենք չուզենք մեծ ներկայացումով ենք նշում եւ ներկայացման ժամանակ կատակներ ենք անում, ինչ որ այսպես իմպրովիզներ ենք անում, որ ավելի հետաքրքիր ներկայացումը լիներ, հենց զուտ արտիստների համար։ Քանի որ հիմա կրկեսը չկա, մենք սպասում ենք շատ շուտով բացումն է լինելու կրկեսի, ելի այդ ադաթը կշարունակվի, ելի շաբաթ օրերը կնշենք մեր կրկեսի օրը։ Մենք նշում ենք մեր ստուդիայում, ունենք մեծ քանակությամբ սաներ, դպրոց ստուդիա, որը գործում է դեպ 1972 թվականից, որը հիմնել է մեր Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, եւ միջև այժմ գործում է դպրոց ստուդիան, եւ մենք ամեն շաբաթ օրը, քանի որ ունենք դաս, շատ գեղեցիկ, այսօր կնշենք մենք մեր տոնը, բաց դաս ենք անելու, ծնողներին ենք հրավիրելու, ծնողները կտեսնեն ինչ են սովորել երեխաները մեկ տարվա մեջ եւ այդ օրը տոն դարձնելու համար շատ բան պետք է, ինչպես ասում են, Նաիրա, եւ ամենախնդրահարույց հարցին անդրադառնանք, եթե հնարավոր է, այսպես բոլորը վստահ եմ սպասում են հստակ ամսաթվերի, տարեթվերի, երբ վերջապես իր դռները կբացի կրկեսը։ Շուտով, բան չմնաց, ճիշտ է, շատ դժվար էր, 10-ից 10 տարուց ավել է կրկեսը չի գործում, ժողովուրդը սիրում է կրկես, որովհետև միշտ կրկեսը սիրված է եղել, անգամ ես հիշում եմ այն մութ ու ցուրտ տարիներին, ես էլ եմ հիշում, որ ժողովուրդը չէր գնում ուրիշ տեղեր, բայց կրկես գալիս էր, վրան վերարկուները քծած, տակ շալերով փաթաթված, բայց գալիս էին, այսինքն սիրում են կրկես, երեխաները մինչև հիմա էլ կրկեսը չկա, բայց մենք տարին 2-3 անգամ ներկայացում ենք դնում Պարոնյանի թատրոնում, գոնե որ երեխաները գան, տեսնեն, թե որ կրկեսը չի մահացել, ճիշտ է, կրկեսը չկա, բայց կրկեսի անձնակազմը գործում է, մեր ստուդիա դպրոցը մի վայրկյան չի կանգնել, դեպ անվճար է գործում։ Ունենք իհարկե մենք անդրադառնանք, ես շատ կուզենամ դպրոց ստուդիային անդրադառնանք, այս պահին կուզեմ մի փոքր թերթենք այդ տասնամյակների կենսագրություն ունեցող կրկեսի պատմությունը եւ թեկուզ կրկեսի օրվան նվիրված միջոցառումներից, թեկուզ մեր արտիստների կյանքից մի քանի հետաքրքիր դրվագ հիշենք, այսպիսով գուցե մենք էլ մեր տաղավարում նշենք կրկեսի տոնը։ Ինչ կհիշեք այս պահին։ Դե հիշելու շատ բան կա, հետաքրքիր է, օրինակ մեր մոտ ադաթ է, երբ կրկեսի օրն է, շաբաթ օր է, մենք ներկայացման ժամանակ հետաքրքիր անակնկալներ ենք մեկս մյուսին անում, իհարկե չխանգարելով համարը, չփչացնելով, օրինակ կարող է զամբյուղը բացվի, որ դերասանուհին դուրս գա եւ զամբյուղը բացում է, արջն է դուրս գալի, դե հանդիսատեսը գիտե այդպես է պետք, բայց պատկերացեք արտիստների ուրախությունը, դա իրենց համար էր անակնկալներ ենք անում, հետաքրքիր ինչ որ իմպրովիզներ ենք անում, իհարկե մեծ մասամբ ես ինքս անձամբ այդ օրերին միշտ շրջագայել եմ ամբողջ աշխարհով մեկ, մասնակցել եմ տարբեր միջոցառումներ Ռուսաստանի ֆեստիվալներին, մենք ուզում ենք այդ ավանդույթը բերենք եւ նաեւ Հայաստան, շատ շուտով երբ բացվի կրկեսը, մենք կրկեսի օրը մի գեղեցիկ բան ենք որոշել, չեմ ուզում մի քիչ ոնց որ անակնկալները բացահայտել, այ որ մի օր գա, մի օր էլ կգամ ձեր տաղավար, արդեն կբացահայտեմ։ Շատ մեծ նպատակներ ունեն կրկեսի տոնը ավելի հետաքրքիր դարձնել, որտեղ ոչ մի տեղ չեմ տեսել, ուզում եմ այստեղ հիմնել։ Եվ թող մեզ մոտ ինչ որ մի հետաքրքիր բան լինի, թող նրանք գան մեզ մոտ այդ օրը եւ մասնակցեն։ Այնպես որ հետաքրքիր բաներ շատ է եղել, ես հիմա չեմ կարող բոլորը հիշել,
Դա ոնց որ քո ծննդյան օրը լինի։ Այսպես պատրաստվում ենք, ինչ որ անակնկալներ ենք մեկս մյուսին անում, պարգևներ, անգամ նվերներ ենք իրար տալիս, ինչու ոչ։ Այ հետաքրքիր է թե չգիտեմ որքանով փակագծեր կբացեք, բայց նոր կրկեսը երբ դռները բացի, ինչպիսին կլինի, կարող ենք այսպես շատ հպանցիկ ասել մարդկանց, հասկանալ Մի ինչի փոքր է իհարկե կասեմ, ոչ բոլորը, ես խոսք եմ տվեք, ասեմ, երբ որ արդեն օրը որոշվի բացման, եթե հրավիրեք, այդ վաղ կգամ մի քիչ ավելի կմանրամասնեմ, բայց հիմա ասպես թռուցիկ կասեմ, որ ունենալու են ու նախ եկեք սկսենք նրանից, որ ունենալու ենք ամենահրաշ կրկեսը։ Եթե գիտեք, ես շատ եմ խոսել հեռուստատեսության, որ մենք ունենք 15 հանրապետություն ու շենք կրկես։ Այսինքն Եվրոպան եւ այլ ազգերը կրկեսային շենքեր չունեն։ Նրանց մոտ կոչվում է շապիտո։ Շենք 15 հանրապետություններ ունեն։ Եվ մենք բոլոր ստանդարտներով բոլորին անցնում։ Լավագույններից դրա համար շատ երկար տևեց, որովհետեւ սարքվում էր մի բանը լավ չէր ստացվում, նորից ենք ունենալու են 2 բեմ։ Դա ես կարող եմ ասել 3 պետություն ունի այդպիսի հրաշք բեմ, որից մեկը մենք ենք լինելու, այսինքն հանդիսատես եւ գալիս է ներկայացում նայի, կարող է մեկ էլ ջրային ներկայացում սկսվի։ Պատկերացնում եք ինչ հետաքրքիր է, մեկ ժամվա մեջ դու տեսնում ես տարբեր կամ սառույցի վրա։ Այսպիսի հետաքրքիր եւ ուզում եմ ասել, որ նախքին կրկեսը 18 մետր էր, հիմա 25 մետր է լինելու, այսինքն թռիչքային համարները ավելի ընդարձակ եւ ավելի գեղեցիկ կնա։ Այն այո, պատկերացնելը դժվար Եվ է։ ես չեմ ասում, որ 1600 տեղ է, հիմա 2500 տեղ է լինելու։ Այսքանը հերիք է, թե երի բացահայտել։ Չէ, հերիք է, թող անակնկալը թող մնա, բայց այստեղ մի հարց է առաջանում, իհարկե շենքային պայմանները հրաշալի են, որ կլինեն այդպիսին, բայց արդյոք ունենք բավականաչափ պատրաստված եւ քանակով նաեւ արտիստներ, որոնք կկարողանան այդ հրաշալի շենքը վերածել կրկեսի, իսկապես գործող կրկեսի։ Ոչ թե ունենք, այլ շատ ունենք։ Չմոռանանք, որ մեր կրկեսային դբրոց ստուդիան, որը հիմնել է մեր գեղարվեստական ղեկավար, վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանը, նաև իմ հայրն է։ Պատկերացնում եք 1972 թվականից ինչքան արտիստներ է բաց թողնվել։ Դա հաշիվներ չեմ կարող ասել։ Եվ բոլորը շրջագայում են ամբողջ աշխարհով մեկ եւ ամբողջ օրը հեռախոսազանգ է։ Երբ է բացվում, պատրաստ ենք գալ։ Մենք այնպիսի հիանալի համարներ ունենք, որ դուք չեք էլ կարող պատկերացնել, որովհետև չեք տեսել։ Այնպես որ մի անհանգստացեք, մենք կազմ պատրաստ ենք, մնում է շենքը բացվի։ Չմոռանանք, որ կրկեսը կա, երբ որ անգամ շենքը գործում էր, մեր հայ արտիստները այստեղ չէին նստած։ Մենք հրավիրում ենք տարբեր տեղերից հյուրեր, նաև մեր արտիստներին, բայց հիմնական 90%-ը շրջագայում էր։ Այսինքն մենք հաստիկային դերասան կրկեսը չի ունեցել։ Թատրոն օրինակ ունի, մենք չունենք։ Մենք հրավիրում ենք, ասենք օրինակ եղբայրը Սոս եւ իր կինը Վիկտորիա Պետրոսյանները, որոնք այսօրվա համար առաջի աճպարարներն են իրենց արվեստում, 5 անգամ Գինեսի ռեկորդ են սահմանել։ Նրանք ամբողջ աշխարհով շրջում են, բայց մեկ-մեկ հրավիրում էին, գալիս են մեզ մոտ ինչ որ հետաքրքիր, եթե հոբելյանական երեկո էր, մի հատ բումփ էին անում, գնում էին, եւ նաեւ ուրիշ դերասաններ։ Այնպես որ բոլորը կան, ամեն ինչ ունենք, անհոգ եղեք, հիանալի կազմ ունենք հայկական կոլեկտիվներ եւ նպատակն է, որ մի օր հավաքենք նրանց։ Ստեղծենք մեր հայկական կոլեկտիվը։ Դա շատ ծախսային է, բայց մենք դրան միգուցե եւ հասնենք, եթե ուզենանք եւ օգնեն մեզ որոշակի տեղերից, մենք դրան կարող ենք հասնել, չէ, հայկական կոլեկտիվը պատրաստ կազմ կանած է։ Մեկ դռները բացվի, այ եւ կենթանավարժ եւ աճպարարեմ, ինչու՞ չէ։ Հրաշալի, անդրադառնանք նաև Նաիրա մարտի 15-ին տեղի ունեցած միջոցառմանը, Լեոնիդ Ենգեբարյանի ծննդյան օրը կրկեսային շոու ծրագրին, որը մայիսի 24-ին նույնպես ներկայացվելու է, դեռ հանդիսատեսը հնարավորություն ունենա գեղեցիկ օրեր, մեզ համար հոբելյանական Լեոնիդ Ենգեբարյանի 90-ամյակն էր, հենց մարտի 15-ին էր իրեն ծննդյան օրը, մենք հենց այդ օրը նշեցինք։ Մի հիանալի անցավ, շատ գեղեցիկ ներկայացում, բայց արի ու տես լիքը զանգեր, բողոքներ, մենք ինչու չասրեցինք, դե Պարոնյանի թատրոնը մեծ չէ, 600 տեղ է։
Եվ այսպես հայրիկի հետ մտածեցին, կարելի է նաև մի անգամ, հետո հոբելյանական է, կարելի ամբողջ տարի նշել, որովհետև շատ մեծ ցանկացողներ կային, որովհետև ոչ թե միայն համարներ էինք ցուցադրում, նաև ուսանողական, ուսուցողական գնում էր էկրանի վրա նրա լեգենդար, օրինակ ամբողջ ծրագիրը պատմում է նրա առաջի Հայաստանի աշակերտը Սոս Պետրոսյանը։ Հենց չմոռանանք ինչի ստեղծվեց 1972 թվականում Ստուդիա Դբրոցը, որը ստեղծեց, ասեցի, Սոս Պետրոսյանը եւ Լեոնիդ Ենգիբարյանի անվան։ Ինչու՞։ Որովհետեւ հենց 1972 թվականին մահացավ Լեոնիդ Ենգիբարյանը եւ հենց հուլիսին մահացավ, սեպտեմբերից ստեղծվեց հենց Դբրոց ստուդիան, այսինքն այդ սերը դեպի իր ուսուցիչը չթողեց, որպեսզի մեկ ամիս ավել նրա անունը մոռացվի, մինչև առեսօր մենք օրը 100 անգամ նրա անունը տալիս ենք մեր ստուդիայում։ Այսպես կաներ Լեոնիդ Ենգիբարյանը, այսպես բոլոր նրա ռեպրիզներն էինք պատրաստել, նրա հայտնի շքանշաններով համարը երեխաները կատարում են եւ այսպես եթե ցանկություն կունենաք մենք ձեզ էլ կհրավիրենք մայիսի 24-ին Պարոնյանի թատրոնում կարող եք գալ եւ դիտել շատ գեղեցիկ ուսուցողական ներկայացում են։ Եվ Նաիրա դպրոց ստուդիայից ի վերջո խոսենք, որ տարիքից կարող են ընդունվել երեխաները, ինչ բաժիններ, մասնագիտություններ են յուրացնում։ 4 տարեկանից է ընդունելությունը, մեր հիմքը սպորտն է։ Երեխան երբ գալիս է մեզ մոտ, պարապում է, ինչ որ սպորտում են պարապում, այսինքն հիմքը։ Որից հետո արդեն մենք տեսնում ենք ու մոտ ինչն է զարգացած, ինչն է ավելի հետաքրքիր նրա մոտ կստացվի ձեռնածույություն, ծաղրածույություն, էկվիլիբրիստիկա եւ այլն, եւ արդեն որոշում ենք նրան ավելի այսպես խորացված, պրոֆեսիոնալ պարապում ենք նրա հետ այդ ուղղությամբ։ Իդեպ ստուդիան մեր մոտ անվճար է։ Էդ էլ եմ ուզում շեշտեմ, որ քանի տարի կա, տարիքան սահմանափակ է, մեզ մոտ անգամ 25 տարեկան են գալի, 30 ուզում ենք կրկես, բնականա չեն կարող նրան էկվիլիբրի սարքել, բայց աճպարարական, ինչ որ հետաքրքիր, ավելի այնպիսի բնորոշիչ տարիքի իր կեցվածքի համարներ ստեղծում ենք։ Լինում է եւ չի ստացվում, ասում են կներեք, չի ստացվում։ Իսկ տևողությունը ուսուցման քանի տարի։ Տևողությունը ժամկետ չունի, ամեն երեխա ինդիվիդուալ է։ Երեխական 1 տարում արդեն պատրաստ է մյուս փուլին անցնի, բայց երեխական մի քիչ դանդաղ է։ Այ բոլոր ծնողներից ասում են ընկեր Նաիրա, դուք ինչ համբերություն ունեք։ Ուրիշներին անվճարել է, չէ՞, եկեք ճիշտը խոսանք։ Կասեմ ստեսություն գնա, ոչ փող է վերցնում, ոչ։ Բայց այդ դա ինձ հայրիկս է սովորեցրել։ Սոս Պետրոսյան ասում էր երբեք մի ուսահատ, իրեն դասատուներն են սովորացրել եւ ես իրենց օրինակներ եմ բերում, ասում այ հիշում եք դուք հուսահատվում եք, ասում եք սա մարդ, բայց հələ տեսեք ոնց բացվեց։ Չէ՞ որ ես չգիտեմ, դա ներքին ինչ որ զգացողություն է, իմ մոտ ստացվում է, զգում եմ։ Երբ մասնագիտությունը առաքելությունն է նպիրված են աշխատանքին, եկեք հանենք, չէ, հանգիստ եւ լինում է իհարկե բացառություններ, որ համբերում եմ եւ էլի չի ստացվում, բայց էլի համբերում եմ, չեմ ուսահատվում։ Այնպես որ դա շատ կարեւոր է, այս գործում բոլորին թվում է կրկես, բայց շատ բարդ է։ Սպորտը վերցնենք, մեր հիմքն է, չէ՞ սպորտ։ Հիմնականում ինչ որ սպորտում է, մեզ մոտ է։ Բակի ուղղությունը արդեն տարբերվում է մեր համարներով, գեղարվեստական ենք մտցնում, մի քիչ ավելի կրկեսային։ Այնպես որ համբերությունը շատ կարևոր է։ Եվ արդյունքն էլ այն մեծ անձնակազմը կլինի, որ տեսնում եք սիրելի Դիանա ջան։ 10 տարուց ավելա կրկես չկա, բայց խնդրում եմ եկեք մեր ներկայացումը նայեք, հələ տեսեք ինչ համարներ ենք ստեղծել։ Պայմաններ չկա, բայց մենք ստեղծում ենք։ Այ դա է սերը եւ հավատքը։ Այսքան տարի երեխաների հետ շփվում եք, հետաքրքիր է հայ երեխաներին ինչն է ավելի հեշտ տրվում, ինչպիսի տաղանդներով են օժտված, ավելի ծաղրացումներ են լինում պրոֆեսիոնալ, ավելի, չգիտեմ, աճպարարներ, ավելի Այ շատ լավ հաց տվեցիք, երբ տարիներ առաջ, երևի մի 15-20 տարի առաջ, երբ երեխաները գալիս էին ընդունվում էին ստուդիա, դե ես միշտ սիրել եմ ծաղրածոական ժանրը, միշտ սիրել եմ եւ ինքս էլ զբաղվել եմ մի պահ Եվ տենում է իր մեջ կա այդ կոմիկականը, ասում է, ոյ, ինչ եք ասում, էդ էր մնում պակում, ծաղրածու, հարևաններ, հայաթի երեխաներ, այսպես շատ դժվար էր ընտրել ծաղրածու մեկին համոզել, որ իր հետ զբաղվել։
չէր ստացվում։ Իսկ հիմա, վայ, Դիանա ջան, խնդրում եմ մի օր եկեք մեր ստուդիա։ Դուք տեսնեք, արդեն երևի 30 հատ ծաղրած ունեմ, դուք մեծ մասն էլ աղջիկներն են ուզում, որ տենց բան չկա, միշտ սովորենք տղաները շատ լինեն։ Բոլորի մեջ ծաղրածոական ժանրի սերը շատ ավելացել է։ Որն է պատճառը, ինչ եք կարծում։ Ինձ թվում է երևի դա մի փոքր չեմ ուզում էլի Սոս Պետրոսյանին գովերքեմ, չնայած արժանի է, բայց իր սերը, որ ինքը միշտ Լեոնիդ Ենգիբարյանից օրինակներ է պատմում, ամեն անգամ երբ նա գալիս է ստուդիա, առիթը բաց չի թողում ինչ որ մի հետաքրքիր process նրա հետ պարապելուց, նրա հետ շփվելուց, պատմելուց եւ երեխաների մոտ սերը, հետո մյուսը գալիս է նա նրան է պատում, նա նրան էսպես տարածվել է եւ հերոստատեսությամբ անդադ գովազդում ենք, խոսում ենք, այդ երևի թե դա էլ կապ ունի, երևի կյանքն էլ է փոխվել, չգիտեմ, բայց ես շատ ուրախանում եմ։ Չէ՞ որ չմոռանանք, ամենադժվար արվեստը կրկեսում, դա ծաղրածությունն է։ Ծաղրածուն պետք է տիրապետի բոլոր ժանրերը։ Թվում է ծաղրածու, այլի դուրս եկավ, ոչ, այս կան ծաղրածուներ, որ խաբեբայությամբ են հիմա զբաղված, օգտվելով արդից կրկես չկա, բոլոր տեղերը ծաղրածուներ են աշխարհում։ Միայն հագուստը հագնելով, այո։ Տրակացումա ծիծաղում է, գիտի այդպես է։ Գրիմ է քսում եւ գիտի, դա չի ծաղրած, ծաղրածուն պետք է տիրապետի բոլոր ժանրերը։ Նորից եմ հիշեցնում Լեոնիդ Ենգիբարյանցը ինչով է նա մեծություն, որովհետև նա ծաղրածու չէր մենակ դուրսը, նա ամեն ինչ տիրապետում էր, օդային աճպարարություն, ձեռնարկություն, էկվիլիբր, ամեն ինչ, դրա համար նրա մոտ ամեն ինչը բնական էր ստացվում եւ ծիծաղը ինքը ստիքյան գալիս է։ Որակյալ առողջ ծիծաղ, այո։ Շնորհակալ եմ Նաիրա, իսկապես յուրաքանչյուր ոլորտում հերոս եւ վառ օրինակ ունենալը կարեւոր է, այս պարագայում ունենք Լեոնիդ Ենգիբարյան, որ ունի աշխարհում ոչ մի ուրիշ ազգ։ Շնորհակալություն շատ մեր հրավերը ընդունելու համար, ձեզ տոնական օրվա հրաշալի շարունակություն եմ մաղթում, ձեզ էլ սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում, որ Երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր կենթանավարժ Նաիրա Պետրոսյանն էր մեր հյուրը եւ նաեւ հիշեցնում, որ այսօր կրկեսի միջազգային օրն է եւ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված 90-ամյակին նվիրված կրկեսային շոու ծրագիրը, եթե մարտի 15-ին չեք հասցրել դիտել, մայիսի 24-ին ունեք այդ հնարավորությունը, տոմսերը ձեռք բերեք եւ շտապեք լինել, այո, կրկեսի մի մասնիկը գոնե մի օրով։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այո, մեր հյուրին ճանապարհեցինք, բայց շարունակում ենք մնալ կրկեսի աշխարհում։ Այս պահին առաջարկում եմ շրջել, այո, երկիր եւ տեսնել, հասկանալ, թե ինչպիսին են աշխարհի հին ու լավագույն կրկեսները։ Դիտենք, ապա վերադառնանք եւ շարունակենք մեր ընթացքը։ «800 հանդիսատեսի համար փայտից կառուցված կրկեսի հիմքով 1939 թվականին կառուցվեց Երևանի կրկեսը, որը վերջնական վերակառուցվեց 1962 թվականին։ Շինության հեղինակն էր Վաղարշակ Բելուբեկյանը։ Հայկական կրկեսի կոլեկտիվը հիմնադրվել է 1956 թվականին Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկական կրկեսի լավագույն ավանդույթները, ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ։ Դիմելով անցյալի ժառանգությանը, կոլեկտիվի առաջատար դերասանները ստեղծել են ազգային բնորոշ գույներով, տարազներով եւ արտահայտչամիջոցներով ժանրային բազմազանությամբ հարուստ ներկայացումներ։ 1963 թվականին, երբ արդեն կոլեկտիվում էին Լեոնիդ Ենգիբարյանը, Ստեփան Իսահակյանը, այն ստանում է վաստակավոր կոլեկտիվ կոչումը։ Առանձնապես նշանակալից էին էկվիլիբրիստ Արզումանյանի, մոտոատրակցիոնիստ Հայկազունու, ժոնգլյոր Շիրայի, ակրոբատ Մագդասյանի, օդային մարմնամարզուհի Ավանեսովայի եւ այլոց համարները։ Թեմատիկ ներկայացումներ են ստեղծել վարժեցնող Ստեփան Իսահակյանը, օդային մարմնամարզիկներ Հակոբյանները եւ իհարկե իր ուրույն ավանդն է ներդրել մեծատաղանդ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը, որի հուշարձանը կրկեսի շենքի առջև կանգնեցվել է 1995 թվականին։ Վերակառուցման նպատակով եւ տարածաշրջանում լավագույն կրկեսը դառնալու հեռանկարով պայթեցվել է 2011 թվականին, սակայն մինչև օրս ապակեպատ, դրսից ակնահաճո շինությունը, ներսից լուռ է, չկա հանդիսատես, չկան ծափահարություններ։ Մինչ մերը վերակառուցման փուլում է, անդրադառնանք աշխարհի ամենահայտնի կրկեսներին։
Չինական կրկես։ Սա աշխարհի լավագույն ակրոբատիկ կրկեսն է։ Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գերազանցել չինացի ակրոբատներին, մարմնամարզիկներին եւ ժոնգլերներին։ Կրկեսի ապագա կատարողները ապրում են հատուկ գիշերօթիկ դպրոցներում եւ մարզվում են շաբաթական 5 օր՝ վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո։ Ներկայումս դրա անդամները սկսում են մարզումները առավոտյան 6-ից մինչև երեկոյան 10, պահպանելով մասնագիտացված ռեժիմ եւ շատ խիստ դիետա։ Հետաքրքիրն այն է, որ կրկեսի ոչ մի անդամ 25 տարեկանից բարձր չէ։ Ամենահայտնի չինական կրկեսներից մեկը ոսկե առյուծն է, որում ընկերության ողնաշարը ներկայացում է Շաոլինի վանքի վանականների մարտարվեստի եւ ակրոբատիկայի հմտություններով։ Կանադական Cirque du Soleil սովորական իմաստով կրկես չէ, այնտեղ կենդանիներ չես տեսնի։ Սա ֆանտաստիկ շոու է թատրոնի, կրկեսային արվեստի եւ փողոցային երաժիշտների ներկայացումների մասին։ Այն հիմնադրվել է 1984 թվականին Գի Լաբերտեի եւ Ժիլեմ Սենտ-Կուրայի կողմից Մոնրեալում։ Cirque du Soleil-ում աշխատում են ավելի քան 4000 արվեստագետներ եւ 887 տարբեր հաղորդումներ ցուցադրվում են միաժամանակ 5 մայրցամաքներում։ Կրկեսի հետ համագործակցել են կոմպոզիտոր Ռենե Դյուպերեն, ռեժիսոր Ռոբեր Լեպաժը, մոդելագործ Տիերի Մյուգելերը։ Երկար տարիներ կրկեսի բեմադրող ռեժիսորն է Պավել Բրյունը, պարուսույցը Դեբրա Լին Բրաունը։ Circus Beglio աշխարհի ամենահին աշխատող կրկեսը գտնվում է Փարիզում։ Այն բացվել է դեռևս 1852 թվականին կայսր Նապոլեոն III-ի ներկայությամբ։ Հենց սկզբից մինչ օրս կրկեսի շենքն օգտագործվում է բացառապես կրկեսային ներկայացումների, սիմֆոնիկ նվագախմբերի ելույթների եւ փոփ աստղերի համերգների համար։ Մինչև 19-րդ դարի կեսերը կրկեսի շենքերը կառուցվել են թատրոնների օրինակներով։ Բուգլիոնը հեղաշրջում կատարեց կրկեսային ճարտարապետության մեջ։ Այն 42 մետր տրամագծով 20 անկյուն է եւ նրա մետաղյա գմբեթը կանգնած է առանց մեկ հենարանի։ Աննա Ավետյան, Բարև Երկիր։